Հաստորեն ասում են, որ այլ գործերից է բացվել այս գործը, դուք Այլ գործերից երկու հատ շատ ծանր ամեղության կախավարկը չխախտենք, երկու հատ ծանր մեղադրյալներով գործերից են, երկու իրար հետ խոսացել են մի դեպքում, իմ փոխարեն պայմանավորվել են, իմ փոխարեն որոշել են, այնտեղ իհարկե, երբ որ ես տանթաստան նյութերին, բարձրեց, որ ուրիշ բան իրա տեղի ունեցել, դե կասում եմ ելույթում։ Ասում ժամանակ չեք ժխտել, որ գումար եք վերցրել, հարցը չափ։ Ես Արամ Մկրտչյանը իմ սանիկն է, 47-48 տարեկանում ամուսնացավ, ես դառա իր հարսանիքի քավորը, եւ երբ որ տուն էի վերցրել հիպոթեկով, վերանորոգման համար ինքը դե մեր ընտանիքներով շփվում էինք։ Տեսա, որ որոշակի դժվարություններ ունեմ, տարբեր չափերով $8,000 ինձ պարտքով փող ա տվել, որը փաստաթղթավորված ես վերադարձրել եմ իրան։ Եվ եթե չի ասեմ $23,000 փաստաթղթավորված վերադարձնելը ոչ մի բան չէր կարող, իրավական հետևանք չէր կարող առաջացնել։ Ձեզ ամեն դեպքում դրանում չեն մեղադրում, ասում են հեռախոսում ինչ որ բան է հայտնաբերվել, որը վարույց նախաձեռնելու։ Հեռախոսում բան է հայտնաբերվել, որ Արամ Մկրտչյանը գրել է Հայկ Նազարյանին, որ Աղազարյան Հովիկին փող եմ տվել $23,000 իբրև թե, եւ ինքը չի արել գործը, փողը հետ չի տալիս։ Արամ Մկրտչյանը մի քանի 5 տարի դատապարտված եղել, պարզվեց, հիմա իր վրա դատա գնում, բայց ինքը փախուստի մեջ է, մարդկանց խաբել է, բաներ է։ Մի քանի օկու ես փրկել եմ փաստորեն իր հետ ծանոթանալու։ Այդ ժամանակ եք իր քավորը դարել արդեն այդպիսի անձնանալ։ Դարան քավոր հետո նոր իմացանք, որովհետեւ արդեն որ շփումների ժամանակ գործը, մյուս երկրորդն էլ է կարծես այլ քրեական գործից։ Այո, դա այլ քրեական գործը է։ Այդ բանը վարորդական իրավունքների հետ կապված հայտնի գործ է էլի։ Մոտ կարծեմ 50-60 քաղաքացու անօրինական վարորդական իրավունքներ են տրամադրել եւ այդ գործով հակակոռուպցիոն կոմիտեն լսել է այդ մարդկանց հեռախոսած դրույթը եւ այդպես փորձվել է որ իմ անունը տվել են։ Ինչ են ասել։ Ես պիտի գնամ նես։ Տեղեկություն կա, որ SMS են ուղարկել բոլոր պատգամավորներին, որովհետեւ քվեարկությամբ նկարեն կողմձայնը եւ ձեր այսքան անձեռ մխելիություն զրկել ունեք այդպիսի ձեր գործը։ Որտե՞ղ այդպիսի։ Ես չեմ շփվել։ Բացառիկ որ այդպիսի բան։ Իրավական համակարգ արդյոք արդար կլինի ձեր նկատմամբ դուք հավատում եք։ Ես կարամ պաշտպանվեմ։ Ես կարամ անարդարացիա ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել։ Քաղաքական հետապնդում եք, որը։ Իհարկե։ Բանը ասեմ բացառիկ։ Ես կասեմ, իմ խոսում կասեմ։ Ցելանելու եք։ Բացահայտումներ ասեմ, հիմա ես կասեմ, ինչ որ ես բան եմ գտնում, չգիտեմ դա ինչ ձևով է բացահայտում, ինչ ձևով բացահայտում չի։ Ես դա չգիտեմ, բայց որ բանը ասել եմ որոշակի բաներ, որովհետև այս ամեն ինչը օդից չընկա։ Ինչ որ հիմք կա, չէ, ինչ որ պատճառ կա, չէ որ ես հայտնվել եմ այս վիճակում։ Ինչ պատճառ։ Դե կասեմ։ Նիկոլ Փաշինյանի մերժելն է այդ պատճառը։ Դա առաջին պատճառը դա։ Բայց ձեր նմաներով պաշտպանի, բայց որ ես չպաշտպանվեմ, եթե ես պատգամավոր չկարանամ ինձ պաշտպանեմ, բայց դուք ոնց եք պաշտպանվելու վաղացիսը։ Ես ժողովրդի ծառան եմ եւ պարտավոր եմ ինքսից պաշտպանել, որպեսզի պաշտպանության նաեւ պաշտպանեմ ուրիշներին։